Անհատ եկեք հիմա կողմնորոշվենք, մենք հիմա աշխատանքով ենք զբաղված, թե սաբոտաժով, որովհետև երեք մենք ճշտեցինք, թե ինչ ենք քննարկելու եւ պատասխանը այն էր, որ մենք ոլորտային նաեւ քննարկումներ ենք ունենալու, ու սա աշխատանք է, իդեպ պարոն Կարապետյան, ես այդքան խանդավառված չեմ, որովհետև այս երկար աշխատանքի պլանները որոշակիորեն խախտեց ու ես համոզված եմ, որ ազգային ժողովը դժվար թե նմանատիպ ռեկորդ սահմանի հանձնաժողովների կամ ընդհանրապես ազգային ժողովի ձևավորման փուլում ու նաև համաձայն եմ պարոն Ֆարմանյանի դիտարկման հետ, որ եթե քվոտան հատկացված է օրինակ ընդդիմությանը, այս ընտրությունների process-ը մի քիչ բան է, ֆորմալություն է, էլի, որ կարելի է մտածել մեր մոտ էլ կան մարդիկ, որոնք համոզված են, որ այս հարցը կարելի է քննարկել։ Բայց քանի որ այս պահին կա ընտրության հնարավորություն, այդ նշանակում մեզ տրված է այդ հնարավորությունը ու մենք ձեր քվոտան չենք վերցնում, մենք չենք մերժում, որ ընդդիմությունը պիտի հանձնաժողովի նախագահներ ունենա, բայց մենք ամեն թեկնածուին դիտարկում ենք առանձին ու դա մեր իրավունքն է։ Ու ամենաշահագրգիռ կողմը, որպեսզի ազգային ժողովը արագ ձևավորվի, դա մենք ենք, որովհետև մեր օրակարգերը պիտի այստեղ քննարկվեն ու աշխատանքը այսքան ձգվել չի կարող։ Տիկին Մանուկյան, երեք ես ձեզ հարց տվեցի, դուք պատասխանեցիք, որ քանի որ իմ հարցը նման է նրան, որ դասախոսը ուսանողին հարց է տալիս, այդպես քննության նման հրաժարվեցիք պատասխանել, ես եթե այդպես է անկալվել, անկեղծ ներողություն եմ խնդրում, բայց ես այդպես նպատակ չեմ ունեցել։ Ես ձեզ ասեմ ինչի համար է այդ հարցը տալիս, որովհետև ամենաշատը պրոֆեսիոնալիզմից խոսում են ձեր թիմակիցները եւ խոսում են իրենց պրոֆեսիոնալիզմից ու մեր ոչ պրոֆեսիոնալիզմից, ու ես ցանկանում եմ ցույց տալ, որ ցանկացած մարդու կարելի է հարցերով նեղը գցել, ինձ էլ կարելի է հարցերով նեղը գցել, ինձ նեղը գցողին էլ կարելի է հարցերով նեղը գցել, դրա համար պետք չի ամեն մեկը փորձի ցույց տա իր մասնագիտական առավելությունը ու ցույց տա մյուսի մասնագիտական ոչ կողմ։ Ամենալավ բանը այս առումով իմ կարծիքով համեստությունն է, ու այդ առումով ինձնից հետո երևի պարոն Մեսրոպ Մանուկյանն էլ ելույթ կունենա, պարոն Մանուկյան, ես շուտով ինձ ուզում ասեի, մասնագիտական գիտելիքների կարողությունների մասին, որ խոսում եք, ամենալավ բանը համեստությունն է, հավատացեք, մի երբեք ձեզ գերագնահատեք ու ձեր գիտելիքները վեր մի դասեք մնացածներից։ Դա ձեզ լավ տեղ չի տանի ու մի օր շատ վատ վիճակի մեջ կհայտնվեք, երբ որ փորձեք ցույց տաք, որ դուք բոլորից ավելի շատ բան գիտեք, որովհետև դուք բոլորից շատ բան չգիտեք։ Ոչ մեկս էլ ոչ մեկից ավելի շատ բան չգիտենք։ Հիմա ինչ վերաբերում է մեր այս օրակարգին, ես էլ եմ գտնում, որ պետքա թեկնածուներին քննարկենք։ Հիմա որ մենք ոլորտային քննարկում ենք, դա մեր օրակարգից, կանոնակարգից շեղում է։ Բայց քանի որ օրինակ ինձ հարցեր էին տալիս մեր տեսլականի մասին, ես ասում եի, որ ժողովուրդ ջան, հանձնաժողովի նախագահի պաշտոնը ուրիշ բան է ենթադրում, կազմակերպչական աշխատանք է ենթադրում ու իմ պատասխանը համարվեց մակերեսային, որովհետև ես այդ մասին չէի խոսում։ Բայց երբ օրինակ ձեր թեկնածուներին էինք հարց տալիս, պարոն Վարդևանյանը վերևից կարդում էր ազգային ժողովի կանոնակարգում, նշում էր, որ հանձնաժողովի նախագահի ֆունկցիան կազմակերպչական է։ Եկեք այս մասն էլ մի հատ իրար հետ հստակ որոշենք։ Եթե մեր այս 40 ելույթները նվիրված լինեն բուն օրակարգին, մենք շատ արագ կավարտենք այս ընթացքը ու հիմնական բովանդակային ոլորտային քննարկումների համար դեռ 5 տարի ժամանակ ունենք։ Բայց քանի որ մի քանի հարցեր հնչել են ու դիտարկումներ, դրանց ես փորձեմ արագ անդրադառնալ, չնայած ամեն մեկի վերաբերյալ կարելի է առանձին մի 2-3 օր խոսալ, բայց այս տեսակետները ինձ ստիպում են ուղղակի գոնե 2 բառով այդ մասին խոսել։ Ես հասկացա, որ Տիկին Մանուկյանի թեկնածության քննարկումը մեր ընդդիմադիր գործընկերները հիմա փորձում են վերածել ոլորտային քննադատության հնարավորության, այսինքն հարցեր, պատասխաններ, նորմալ է, շատ նորմալ է, շատ լավ է, բայց օրինակ այդ ձեր թեզը, որ sense կարմիր գծի նման գնում է, ուզում եք ներկայացնել, որ Հայաստանը դեֆոլտի եզրին է, Լիբանան բառը երեք, չգիտեմ, Հայաստանից երևի ավելի շատ հնչեց, Ժորժ ջան, ձեր պատգամավորը կանգնում է այստեղ հարց են տալիս, ասում են, իսկ հնարավոր է Հայաստանում լիբանյանյան մոդելի կրկնություն, ասում են, այո, շատ հնարավոր է, շատ մոտ ենք։ Դուք գիտեք Լիբանանում ինչ է տեղի ունեցել։
Լիբանանում դեֆոլտի նախաշեմին պարտքնահարաբերակցությունը 150% էր։ Հայաստանում պարտքնահարաբերակցությունը 50%-ից ավելի քիչ է։ Մնացած ցուցանիշներով էլ եթե նայենք բյուջեի դեֆիցիտի, ընթացիկ հաշվի դեֆիցիտի, մենք այնքան հեռու ենք դեֆոլտային բաներից, այդ ցուցանիշներից, որ դրա մասին խոսելը ուղղակի իմ կարծիքով մարդկանց մոլորության մեջ գցելու փորձ է։ HSBC-ի մասին խոսք գնաց, որ HSBC-ն հեռացել է Հայաստանից եւ դա նշանակում է մեսիջ, որ Հայաստանում ներդրումային միջավայրը թուլանում է, գրավիչ չի դառնում։ Նախ ես համոզված եմ, ովքեր որ այդ ոլորտին ծանոթ են, գիտեն, որ HSBC-ն ոչ միայն Հայաստանից է հեռացել, այլ շատ երկրներից, դա իրենց քաղաքականության մաս է եւ այդ որոշումը շուտվանից կար։ Բայց եթե խոսում եք միջազգային բրենդներից, այդ HSBC-ի հեռանալը նկատում եք, իսկ աշխարհում շուկայական ամենամեծ կապիտալիզացիա ունեցող Nvidia ընկերության մուտքը Հայաստան չեք նկատում, 5 տրիլիոնից ավել կապիտալիզացիա ունեցող ընկերության մուտքը Հայաստան, դա միջազգային բրենդ չի։ Պարտքի թեմայով, վարկերի թեմայով, գիտեք ինչն է հետաքրքիր։ Դուք ներկայացնում եք, որ պարտքը վատ բան է, վարկը վատ բան է։ Մենք մի քանի անգամ այդ մասին խոսացինք, բայց Տիկին Մանուկյան, օրինակ, դուք ձեր կենսագրությունը որ ներկայացնում էինք, նշվեց, որ դուք երկար տարիներ աշխատել եք վարկային կազմակերպություններում։ Մենք բոլորս գիտենք, որ բանկերին քննադատում ենք այդ վաշխառողական գործելավոճի համար, վարկային կազմակերպությունները դրանցից բետար են, որովհետև մենք գիտենք փաստացի տոկոսադրույքները ինչքան են եղել 50, 60, մինչև 100%-ով մարդկանց վարկ են տվել ու գցել են կախվածության մեջ։ Բա որ դա տենց անընդունելի բան է։ Ոնց եք տենց հաճույքով տարիներով աշխատել այդ վարկային կազմակերպությունները։ Նենց հետաքրքիր է ամեն դեպքում։ Պատավատապետության մասին խոսվեց, պարգևավճարների մասին, մենք պարգևավճարներից հրաժարվելու ենք։ Նախ ասեմ, որ մենք շուտով փոխելու ենք այդ համակարգը եւ պարգևավճարի փոխարեն վերանայված աշխատավարձ եք ստանալու, ես չգիտեմ այդ ժամանակ ոնց եք հրաժարվելու, բայց բոլորիդ աշխատավարձերը, որ նայում ենք հիմա ձեր հայտարարագրերով, դուք երկու անգամ ավելի շատ աշխատավարձ եք ստացել, քան թե падգամավորները պարգևավճարները միասին։ Դա շատ նորմալ է, որովհետև մարդիկ, որոնք պատասխանատու աշխատանք են կատարում, պիտի նորմալ վարձատրվեն։ Ու այդ համեմատականը, որ այսքան աղքատության պայմաններում, այսքան աշխատավարձ տեղին չի, այդ մասին դեռ շատ մանրամասն խոսելու առիթ կունենանք, բայց պիտի նկատի ունենալ, որ հենց երկիրը զարգացնելու համար պետք է պրոֆեսիոնալ կադրեր, իսկ պրոֆեսիոնալ կադրերին պետք է նորմալ վարձատրել։ Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներգրավում է արտասահմանում շատ որակյալ կրթություն ստացած մարդկանց, որոնք հաստատ մեր որոշումների մակարդակը էլ ավելի են բարձրացնել, բայց այդ մարդիկ բոլորս գիտենք, մենք չենք կարող 300,000 դրամ աշխատավարձով նորմալ մասնագետներ ներգրավել։ Իդեպ այդ խնդիրը մենք ազգային ժողովում էլ ունենք, ու ես իմ ելույթի ժամանակ որպես թեկնածու նշում եմ, որ մենք պիտի ազգային ժողովի վերլուծական կարողությունները ավելացնենք, իսկ դրա գլխավոր խնդիրը վարձատրությունն է։ Ոչ մի լավ տնտեսագետ, ոչ մի լավ իրավաբան այս համակարգի պայմաններում չի գալու մեր մոտ աշխատելու։ Պիտի մենք այդ լուծումը գտնենք ու հասկանանք, որ այդ գումարը մենք մարդկանց նվեր չենք տալիս, մենք մրցակցում ենք մասնավոր հատվածի հետ այդ առումով։ Իսկ ծառայողական մեքենաների մասով Ժողովուրդ ջան, ես ձեզ մի հատ պարզ օրինակ ասեմ, ծառայողական մեքենայի գլխավոր առավելությունը ժամանակն է։ Երբ որ դու որևէ տեղ ես գնում քննարկման, մեքենայով գնաս քո, ես իմ օրինակից եմ, ես իմ անձնական մեքենայով գնում եմ, 3 ժամ պիտի դնեմ այնքան, մինչև պարկինգի տեղ գտնեմ։ Եթե տաքսիով եմ գնում, շատ հնարավոր է այդ ընթացքում իմ նյարդային համակարգը նենց խախտվի, որ ես չկարողանամ բան անել, բայց գնում եմ, տաքսիով եմ գնում, մետրոյով եմ գնում, ավտոբուսով եմ գնում, բայց ուզում եմ ասեմ, պետք չի դա հակադրել։ Ու իդեպ ասեմ, որ ծառայողական մեքենաների քանակը 2019 թվականին, օրինակ ազգային ժողովի 2 անգամ կրճատվել է քանակը։ Մինչև այդ օրինակ պարոն Կարապետյան, երբ ձեր հայրը ազգային ժողովում էր, այդ ժամանակ ոչ միայն հանձնաժողովի նախագահները ունեին ծառայողական մեքենաներ, այլև հանձնաժողովի նախագահների տեղակալները ունեին։ Դա կրճատվել է, հանձնաժողովների նախագահներին էլ է կրճատվել, բայց պետք չի այս հարցը ասենց սարքել ասենց համայն հայությանը ամենաշատ հուզող հարց։ Մի քիչ ամեն ինչ պիտի
ողջամտության սահմաններում լինի։ Էլի շատ բան կա ասելու, հույս ունեմ հաջորդ տեխնացուների քննարկման ժամանակ կասեմ։ Շնորհակալ եմ։